Ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը տրվեց 2008 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին դիտելու համար Հայաստան հրավիրեց Թուրքիայի նախագահին։ Առաջարկն ընդունվեց։ Կարճ ժամանակ անց ճուշացավ նաև պատասխան հրավերը Հայաստան-Թուրքիա երկրորդ հանդիպումը դիտել Թուրքիայի Աթաթուրք մարզադաշտում։ Թուրքական Բուրսա քաղաք ժամանած ֆուտբոլի Հայաստանի հավաքականին օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով։ Տեղեկությունն այս հրապարակման պահին հայաստանյան մամուլի առաջին էջերում տեղ գտավ։ Ըստ էության երկու թիմերն աշխարհի գավաթի որակավորման ակնկալիքներ չունեն, սակայն այս հանդիպումը շարունակում է կարևորագույններից մեկը լինել եւ հետաքրքրել նաեւ աշխարհի լրատվամիջոցներին, քանի որ այն հաջորդում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը։ Զուտ նրա համար որ Թուրքիա-Հայաստան խաղն է հայերին պատիվն է դիք։ Դիան պայման կրեն հայերը կամ նիչակոյնա խաղան, հայերի պատիվն է դիք աշխարհի երրորդ թիմի հետ։ Ազգի պատիվը մեր տղաները բարձր կպահեն, լավ գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրեն եւ հուսախաբչենան է մեր երկրպագուներին։ Շիրակ թիմի ֆուտբոլիստները հավասար չեն գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հնարավորությունները, բայց եւ չեն կորցնում լավատեսությունը, որ աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին Հայաստան-Թուրքիա հանդիպումը կավարտվի բարիդրացիական մթնոլորտում։ Բայց մի քիչ դժվար է, դե գիտենք, Թուրքիայի հավաքականը հզոր հավաքականներից մեկն է։ Հայաստանի հավաքականները իր դասի համար ելնի խաղա, աբացոր ինքնել է թիմ։ Այսօր լավ գիտենք մենք, որ Հայաստանը ու Թուրքիայի ֆուտբոլը չենք կարող համեմատել։ Թուրքերը մի քանի գլուխ բարձր են իրենց ֆուտբոլի մակարդակով։ Ինչ կտա ֆուտբոլիստին իր երկրի նախագահի ներկայությունը մարզադաշտում, հատկապես այսպիսի լուրջ փորձությունների ժամանակ, հետաքրքրվեցին ֆուտբոլիստներից։ Կազդի արդյոք մեր հավաքականի խաղի արդյունքների վրա Հայաստանի նախագահի ներկայությունը։ Ոնց, եթե դու զգում ես, որ կա մարդ այնպիսի երկրի առաջի մարդը նստած է վերևում եւ աջակցում է ցես, դա էլ է կարևոր։ Ոնց կարող է չօգնի։ Դրական ռիսկ է հաղորդում։ Եթե մոտակա 2 օրերի ընթացքում արտառոց իրադարձություններ չլինեն, ես կգնամ եւ կսատարեմ իմ սիրելի թիմին, նախորդին հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարաբերություններում կարևորելով փոխադարձության սկզբունքը նա նշել է. նախագահ Գյուլը եկել էր Հայաստան եւ ես լուրջ հիմքեր չեմ տեսնում նրա հրավերը չընդունելու համար։ Եվ մինչ Հայաստանի հավաքականը Բուրսայում շարունակում է նախապատրաստվել վաղը կայանալիք Թուրքիա-Հայաստան մրցավեճին, հանդիպումից ժամեր առաջ արդեն իսկ կան կանխատեսումներ։ Խաղը կավարտվի ոչ ոքի հաշվով։ Ոչ ոքին մեր կարծիքն է, որ դե ծեւ դի խաղան։ Ու հաշիվը կարող եմ ասել 0-0։ Այդպես հայերը լավ դի խաղան եկած։ Ինձ թվում է երբ ոչ ոքի կխաղան։ Դե հաշվով երևի ինձ թվում է 1-1, բայց ցանկանանք, որ մեր հավաքականը լավ ֆուտբոլ խաղա եւ հաղթանակ պարգևի մեր հայ ազգին։ Մարինե Տերբինյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։